Սկսենք Արեգ։ Սկսենք։ Ողջույն, եթերում կրկին անկախ ոդքասթն է եւ այսօրվա իմ հյուրն է Ջաղացպանյան Արեգը։ Արեգ, այսօր խոսել ենք կրթությունից, մի ոլորտ, որի մեջ դու բավական երկար ժամանակ է, չէ՞։ Ինչ գործունեություն ես ծավալում։ Կներկայացնես քեզ մի քանի խոսքով։ Ես զորել եմ պատմության ֆակուլտետ, մասնակցել եմ դասավանդիր Հայաստանի ծրագրին ու հիմա դասավանդում եմ ծրագրով։ Այո, դասավանդերի ծրագրով մասնակցում եմ գյուղերից մեկում որպես ուսուցիչ։ Դասավանդում եմ պատմություն։ Երկրորդ տարին է, թե Արդեն երկրորդ տարին է։ Արեգ, դասավանդումը ընդհանրապես ո՞նց է այդում ներկա դպրոցի վիճակը։ Հենց կոնկրետ քո ոլորտում ինչ ձև է այդում։ Ինչ վիճակը։ Եթե համեմատենք գյուղերի ու քաղաքների հետ կրթական համակարգը։ Կնես մի բան հարցնեմ, դու փորձ ունես իսկ Երևանում, այստեղ քաղաքում դասավանդելու։ Համալսարանի ժամանակ փորձ ունեցել ենք պրակտիկայի տեսանկյունից։ Եթե դժվար չի, կարես համեմատես։ Բայց ընդհանուր քանի որ քաղաքից եմ ես, Երևանից եմ, քիչ ավելի շատ կարող ենք համեմատենք։ Եթե համեմատում ես գյուղի ու քաղաքի դպրոցների կրթական մակարդակը, կարելի ասել 100, այսինքն տատանվում է, ահա որ ձևի տատանվում է, տարբերությունն է ու գյուղում մի շարք խնդիրներ են տալիս, որոնք ազդում են դեպի կրթություն հավասարության տեսանկյունից։ Երեխաները շատ են զրկված լինում այնանից, ինչ որ ունեն քաղաքում։ Սկսած ամենահասարակ պարագաներից, նյութատեխնիկական սարքերը, որոնք դպրոցներում գրեթե բացակայում են, ել չեմ ասում, առաջին հերթին հենց դպրոցը իր տեսքով շատ ազդում, որպես վայր, որտեղ երեխան իրեն կարող է զգալ ապահով ու սովորել, մտածի սովորելու մասին։ Ջեռուցման տեսանկյունից, ընդհանուր շենքի տեսքը արդեն խոնավություն քաշած, պատերը փլված, այդ ամեն ինչը ազդում է։ Մեծ ազդեցություն է ունենում ու երեխան առաջին հերթին մտածում է ոնց այդ օրը գնա տուն, հասցնի տաքանա, որ քանց թե մտածի դասի մասին։ Իսկ ինչ տարբերություն քաղաքը ավելի հեշտ է, ավելի արագ են տեղի հասնում խնդիրները ու ավելի արագ են լուծում ստանում, քան գյուղում։ Այսինքն կարա խնդիրը բարձրացվի ու այնտեղ ավելի երկար տևի, միջև այդ խնդրին, ասենք ասենք, լուծում կտան։ Եթե համեմատենք հիմիկվա տվյալների հետ, որը հրապարակել է ԿԳՄՍ-ն, կարող ենք տեսնել, որ այդ խնդիրները ավելի երկար է, նոր ենք իմանում դրա մասին։ Ավելի երկար տեղեկություններ կան, տարիների փորձը ցույց է տալիս, որ երկար ժամանակ է դպրոցները ունեն այդ խնդիրները ու շատ դանդաղ է ընթանում այդ գործընթացը, որը վերանորոգվի, բարեկարգվի ու ապահովվի։ Արեգ, արի մի անգամից հենց բուն թեմային անդրադառնանք, պատմություն էր դու դասավանդում։ Տես այս վերջի փոփոխություններ, նոր գրքեր եւ այլն, որ եղավ, կհիշես մի ժամանակ մեծ շուխուր բարձրացավ, որ ինչ որ պատմական կեղծիքներ, ստեր եւ այլն գրքերի մեջ կան։ Հեղինակներին էլ ինչ որ անհայտ հեղինակներ էին, եթե ես անձամբ չեմ լսել, չեմ ճանաչում ճիշտ ասած այդ գրքերին։ Քարտեզներ, իբրև որ դե այնտեղ հին հայկական Հայաստան պետության վրան կողքերը Ադրբեջան եւ այլն է նշած։ Ինչ է, կարաս հստակեցնես որպես մասնագետ այս սիտուացիան։ Ինչ է կատարվում այդ գրքերի մեջ։ Այ մինչև հիմա վերջի շրջանում, երբ որ փորձը հատկապես COVID-ի շրջանից հետո, երբ որ պարզ դարձավ, որ մեր կրթությունը մեղմ ասած վարյա գնացած, որոշեցին բարեկարգումներ անել ու սկսեցին նաև ուշադրություն դարձնել դասագրքերին։ Եթե մինչև այդ դասագրքերը լայն ինֆորմացիաներ էին, մեծ տեղեկություններ էին հաղորդում ու ավելի շատ մանրամասնություններ էին հաղորդում, ինչը հիմնված էր ավելի շատ գիտելիքահեն ուսումնան վրա, այսինքն երբ որ ուսուցիչը ներկայացնում է, աշակերտը պիտի կրկնի։ Նույն բանը, ինչ որ ուսուցիչը ասում է։ Հիմնականում այդ էին սպասում։ Դա ավանդական մոդելն է, երբ որ ներկայացնում են։ Հիմա փորձում են ավելի շատ կենտրոնացում տանել դեպի աշակերտը, այսինքն ուսուցչի դերը մի քիչ նվազեցնում է, որ դասի ժամանակ ոչ թե միայն ուսուցիչը աշխատի, այլ ուսուցչի հետ միաժամանակ աշակերտներ աշխատեն։ Դրա հիման վրա ուղեղները աշխատացին։ Քանի որ տվյալները ցույց են տալիս, որ ասենց ասեմ 12-րդ դասարանի հասած աշակերտը նորմալ գրել կարդալ չգիտի։ Շատերը, ցավոք։ Այո։ Ու դա արդեն մեծ խնդիրներ է տալիս, ուստի նենց են ուզում անեն, որ փոքր ժամանակվանից սկսած, առաջի դասանից սկսած, երեխան ոչ թե միայն լսի ուսուցչին,
այլ ինքն էլ սկսի հենց դասանում աշխատի ու ինքը իր վրա ոնց որ փորձ ձեռք բերի, իր ստացած գիտելիքի վրա զարգացնի։ Օրինակ կմանրամասնես այդ ոնց հարադառնում, ենթադրենք այդ պատմության դասավանդմանը։ Ահա, հիմա դասագրքերը, երբ որ փոխվեցին, այնտեղ ներկայացվում է մի շարք առաջադրանքներ, խնդիրներ։ Նախ նյութը կրճատվում է, շատ քիչ։ Ինչը եւ դե լավ է, եւ վատ է։ Այսինքն հեշտ են մարսում, քիչ է ծավալը։ Տեղեկությունները քիչ է, մի քանի փաստեր ես կարողանում, այդ ինչ որ ավելի հիմնական բանն է, որ պետք է սովորես, դրանք սովորում ես, ու այդ քո ասում եմ դու այդ քո ստացած հիմքի վրա դու պետք է որևէ գործողություն իրականացնես։ Վերլուծես, քննարկես, վերկնաբանես, ինչը նաև բերում է հետագայում հեսա խոսամ էսսեների մասին։ Հիմա դասագրքերը, որ փոխվում է քարտեզները հատկապես, այս փոփոխությունը մեծ աղմուկ բարձրացվեց, որովհետև ներկայացվում էր եւ նոր ժամանակվա քարտեզը, իսկ հիմիկվա սահմանները ուղղակի համատում էին Տիգրան Մեծի ժամանակների քարտեզի հետ։ Այսինքն ճիշտ հասկացա, հիմիկվա քարտեզի, ենթադրենք Հայաստանի ու մեր հարևանների, ոնց որ ուրվագծած է ու վրան էլ այդ Տիգրան Մեծի ժամանակվա Հայաստանը։ Երկու քարտեզ մեկին ամեն։ Ինչը բնականաբար մեզ համար չի ընդունվում, շատերի հատկապես կողմից չի ընդունվում, որովհետև երբ որ դու խոսում ես Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մասին ու տեսնում ես ավտոմատ Ադրբեջան անունը, ավտոմատ հարց առաջանում ոնց կարելի է Տիգրան Մեծի ժամանակ ունենաս Ադրբեջան։ Ես բավական ես չի ասի, այս նոր բան է, ժամանակ օրինակ ես էլ եմ նմանատիպ քարտեզներ տեսել, որ ես էի սովորում դպրոցում, բայց անուններ չկար շեշտած։ Ուղղակի այդ ուրվագծածներ ներկայ սահմանների 5 քարտեզների վրա է, որ մոտավոր պատկերացրեք ինչ տարածքներ են զբաղեցրել։ Դա ինչ որ չափով օգնում է աշխարհագրության, եթե թեմատիկով նայենք, մյուս դասագրքի աշխարհագրության հետ կապված մի քիչ կապվում է մյուս դասերի հետ։ Բայց ամեն դեպքում խնդիր է առաջանում, երբ որ ուսուցիչը եթե նորմալ չբացատրեց այդ ինչ խնդիր է, ավտոմատ աշակերտը նայում է քարտեզին, դեպի Ադրբեջան ու հարցը ինքը հարցեր է տալիս։ Իսկ քո կարծիքով այդ խնդիրը, որ այդպես մեծ աղմուկ ալիք բարձրացավ, այդ ոնց որ բնական արձագանք էր, թե մի քիչ հատկապես այս վերջի քարչոսերիա պատերազմի ազդեցությունը ավելի մեծ բուրըն ազդեցություն տվեց այդ գործընթացին, քան սովորական երևույթները։ Ամեն դեպքում վերջի շրջանում, հատկապես 20 թվականից էսյան, ինչ նման թեմա լինի, ավելի մեծ բուրըն արձագանք ենք ունենալու։ Ճիշտ է, դրանից էլ առաջ ենք ունեցել արձագանքներն չի, որ ասում են լուր ենք մնացել, բայց ամեն դեպքում այն հոգեական բանը վիճակը որ կա մեզ մոտ, ավելի մեծ արձագանք է տալիս։ Ավելի սուր է անցալում։ Ու բնականաբար հիմա նայ աղմուկ չկա։ Եկավ, բուրը մի հատ թեման գնաց, ու էլի նվազեց ձայնը։ Մարդիկ հիմա էլի դասավանդում են, այդ նույն դասագիրքը մտել է։ Հիմա ավելին ասեմ, մեկ էլ աղմուկ բարձրացավ հայոց պատմություն, թե Հայաստանի պատմություն։ Այդ դասագրքի անվանումը փոփոխությունն է, երբ որ դու արդեն 30 տարի է դու ասում ես հայոց պատմություն, մեկնաբանվում էր այսպես, որ դու հայոց պատմությունը դա միայն ներկայիս Հայաստանի պատմությունը չի, այլ քո նախնիներից սկսած, նախնադարից սկսած պատմությունն է, որ ներկայացնում է ամբողջ քո պատմությունը։ Իսկ Հայաստանի պատմությունը դուրս է գալիս, որից որ դու կենտրոնանում ես մենակ Հայաստանի վրա։ Զերծ ես մնում Կիլիկիայից, ընդհանուր սփյուռք հասկացողությունից եւ այլն եւ այլն։ Բայց եթե դասագրքին նայում ես եւ թեմաներ կան Կիլիկիայից եւ Սփյուռքից, ճիշտ է, այն մասշտաբով չի ինչ որ գրքերում, բայց ինչպես ասեցի, դասագրքի ամբողջն է փոխվել։ Բայց անունը մնաց, այսինքն այդ աղմուկից հետո։ Մնում է Հայաստանի պատմությունը արդեն ընդունված նոր դասագրքեր արդեն հրատարակվում են որպես Հայաստանի պատմություն։ Հասկանալ, բայց տեղել է ծավալները զգալի կրճատած։ Ամբողջությամբ կրճատված է ու նաև թեմակար մի քիչ Եվրոպայի հետ կապած, երբ որ ներկայացում էր, որ ենթադրություններից մեկն էր, որ դու ոչ թե ստեղ ես, քո բնիկ հայրենիքը ստեղ է, այլ քո նախնիները եկել են Աֆրիկայից, դեպի Եվրոպա են գաղթել Աֆրիկայից։ Դա այսինքն այդ բուն մարդկային ծագման թեորիան է, որ Աֆրիկայում է կյանք առաջացել, ասես թե։ Հա, հեղինակը միանգ որ ներկայացրել էր հենց այդ ուղղությունը, այդ ենթադրությունը ու դրա համար էլ եկա աղմուկ բարձրացին ու մարդիկ չգիտեն արդեն որը ավելի շատ հավատան։ Իսկ երեխեքը ոնց են արձագանքում այդ ամենը, թե իրաց համար միևնույն է իրան։ Եթե անկեղծ պատմությունը ներկապային շատ քիչ երեխաներին է հետաքրքրում։
Ու ընդհանրապես դպրոցում գնալով պակասում է երեխայի հետաքրքրությունը դեպի առարկաները։ Ինչքան էլ որ դու հիմա փորձում ես իրան զարգացնես, որ ինքը աշխատի, ավելի է մեծանում իր անհետաքրքրությունը, չգիտես խի։ Բայց մենք չգիտենք խի այդ մեծանում թե չէ։ Օրինակ մի հարց տամ, ձեր դպրոցում ենթադրենք հեռախոսների արգելք կա օգտագործման թե չէ։ Մեր մոտ արգելք չկա, բայց մեր մոտ երեխեքը հեռախոս չեն բանում դասի ժամանակ։ Այսինքն խնդիրը նաև կարող է որ քիչ են երեխեք իմ դասանում։ Ու եթե լինում է կարողանում ես հեշտ ու հանգիստ վերցնես կամ ասես բայս իրանք բանում են հեռախոսով իրանք այդքանը չեն բանանում։ չեն զբաղվում։ Չեն զբաղվում դասի ժամանակ։ Որովհետև իմ կարծիքով այդ սուրբ խնդիրը չնայած ես երևի ավելի խոշոր Երևանի մակարդակով քաղաքի տեսանկյունից հա մեծ նաև այդ կրճատումների հետ կապված արեք որ ասեցիր որ ուղղակի դադարում են երեխեքը մտածեն եթե կարա իրանց տեղ արհեստական բանականություն չհատը մտածեն բայց մի հատ էլ բան կա եթե հեռախոսներն այ հավաքում են գրքերում կա QR կոդեր ես կակրած ուզում եմ հարցնի ու հիմա նայ QR կոդ են դրել գրքում որ պիտի երեխան մի հատ բացի նայ դուրս է գալիս դա տունը պիտի անի ուրեմն բայց արդյոք տունը կանի թե չի անի ըստ հետաքրքրության չկա հետևաբար եթե հեռախոս չունի ինքը չի անի մնում է ուսուցչի վրա էլի ուսուցիչը պիտի բացի հատկապես եթե քաղաքում է պիտի ուրեմն մեծ բանին լսարանն է պիտի բոլորին հասցնի ցույց տա այստեղ էլ կա խնդիր հատկապես մեծ դասարանները քաղաքում ավելի շատ են դասարանում սովորողները որ ասում են մի քանի հատ դասարան կա նույն զուգահեռ դասարաններ ու իսկ գյուղում հազիվ մի դասան հավաքվում ու մի քանի երեխեք կա ու դասարան կա դաժե չի հավաքվում այդ տարի ընդունելություն չի հիմա քաղաքի դպրոցներում եթե 30-ից ավել երեխա է ուսուցչի խնդիրը էլ ավելի է մեծանում որովհետև ինքը պետք է հասցնի այդ 30 հոգուն 45 րոպեում մի բան ներկայացնի մի բան սովորացնի դրա համար կարելի է ոչ թե մտածել թե 30 հոգուն ոնց հասցնես սովորացնես այլ օրինակ կարելի է կրճատել փոքրացնել դասարանները ոչ թե 30 հոգի որ ուսուցիչ չհասնի այլ գոնե 15-16 լինի որ էլի խմբերով կարան աշխատեն համ ուսուցիչը կարա հասցնի 45 րոպեում բոլորին գոնե առանձին կամ եթե չէ խմբերով գոնե առանձին աշխատեն, համ էլ կասնի գոնե եթե խմբային աշխատանք կա, բոլոր խմբերին հասցնեն ներկայացնել։ Գիտես, ինձ ինչն էր զարմացնում, երբ որ ես իմ դպրոցական տարիների հիմա հիշում եմ, օրինակ լեզուների առարկաները, անգլերեն, ռուսերեն, ընդունված էր, որ պետքա դասարանը կիսվի։ Շատ ժամանակ, մինչև հիմա էլ իմ կարծիքով երևի տենց ընդունված է։ Բայց այդպես կարևոր առարկաներ ոնց որ օրինակ մաթեմատիկա եւ այլն, ֆիզիկա, այդտեղ այդպես կիսում չկար, ամբողջ դասարանով կարար 30 հոգի մարդ նստեր այդ դասին։ Հիմա նույնն էլ պատմությունը կլինի թե ուրիշ առարկա, երևի այդ կարգը կա քո ասած կամ կիսել կամ բան անել, դասարանները փոքր կազմել, բայց դա էլ հարց առաջանում ուսուցիչ մենք ունենք այդ մարդկանց, որովհետեւ ոչ մեկ չի ուզում ընդունվի մանկավարժական։ Ուսուցիչը լինելու ոնց որ այդքան էլ ասենց ասենք ցանկալի չի շատերի համար դու ինչ կասես ինչ ես ուտեն այնտեղ ուսուցչի մեծ թափուր խնդիր կա մասնագիտական տեսանկյունից թե մանկավարժական համալսարանը ինչպես նաև ԵՊՀ ով որ կարողանում է ինչ որ չափով հիմա արդեն մանկավարժի որակավորում տա մեծ խնդիր ունենք ամեն տարի 1000-ից ավել թափուր հաստիկ կա ուսուցչի որը այդպես է չի լրացվում ու եթե մենք ուզում ենք որ կրթությունը հավասար լինի ապա ինչպես ենք պատկերացնում այս դեպքում երբ որ ուսուցիչ չկա ոչ միայն այդ խնդիրը կա գյուղերում որ ասենք օրինակ դες տարբերություն է տալիս մի քիչ հավասարություն դες գյուղի ու քաղաքի բայց քաղաքն էլ արդեն ունի այդ խնդիրը ես օրինակ գիտեմ որ որոշ գյուղերում ֆիզիկայի կամ քիմիայի ուսուցչի բացակայության պատճառով կարող է քաղաքից ինչ որ դպրոցից ուսուցիչ միանա on-line դասավանդելու համար առարկաները։ Օրինակ մեր գյուղում երկար ժամանակ գերմաներեն են անցնում մեր գյուղում, երկար ժամանակ on-line էր անցնում։ Նու վերջերս նոր ուսուցիչ ունեցան կարողացավ արդեն ներկայությամբ ներկայացնի դասը։ Ու on-line-ը մենք գիտենք արդեն էլի հատկապես այդ տարիքի փորձը COVID-ի ժամանակ գիտենք այն որակը չի տալիս ինչ որ ներկայացություն է։ Հատկապես եթե դա մի ամբողջ կիսամյակ է կամ մի ամբողջ տարի պիտի անցնես այդ on-line-ը։ Օրինակ ինչ տարբերություն կա, երբ որ դու վստահ գիտես, հիմա ունենք դասընթացներ 3 ամսյա, on-line կարողանում ես անցնես մասնագիտություն որակավորում ստանաս, գնաս գործանես, բայց էսի կրթությունն է, որը ավելի երկար է տևում ու բնականաբար մի քանի ժամ։
դասերը մինչև ժամը 3-ը երկուսը դասեր են գնում։ Ու դու պետք է նստես այդ բոլոր դասերին, նստած մնաս ինչը խնդիր է տալիս։ Ցանկացողներ չկան առանձնապես Իսկ արդեն ինչ վերաբերում է ուսուցչիների հաստիքի, որոնք չունենք։ Ֆիզիկա, հատկապես քիմիա, եւ ինչու՞ չէ արդեն կենսաբանություն, ել չեմ ասում պատմություն, լեզուներ, բոլորը։ Բոլոր ոլորտներում էլ արդեն ունենք խնդիրներ։ Ինչը կապված է ավելի շատ աշխատանքի վարձատրության հետ կապված։ Ես ուրախ եմ այդ թեման, որ բացիր, խնդրում եմ շարունակի։ Նայ, փոքր ժամանակ օրինակ ես հիշում եմ, մեզ ասում էին լավ սովորի, որ մեծանաս լավ մարդ դառնաս։ Հիմա ես շատ եմ լսում, ասում են լավ սովորի, որ մեծանաս շատ փող աշխատես։ Բայց այդ արդարացված է, արի ընդունենք։ Ժամանակների պահանջն է, որ դու առաջ դու այդքան չէր մտածում փողի մասին, որովհետև կարողանում էիր այն ինչ էլ աշխատեիր, կարողանում էր քեզ ապահովել ինչ-որ չափով։ Այսօրվա պայմանները նենց է ստեղծվեց, որ դու այն նույն աշխատանքը, որ կարայր այն ժամանակ աներ, հիմա քեզ չի բավարարում։ Նույնիսկ մարդիկ էլ չեն կարողանում մի աշխատանքով բավարարեն իրենց ամբողջ կյանքը։ Ուստի ուսուցիչը չի կարող իրան ապահով զգա կամ ապահովված զգա, երբ որ գնա դպրոց ու ստանա այնքան քիչ աշխատավարձ, որ կարողանա ապահովել։ Որովհետև ուսուցչին ինքը նստում է ժամերով այնքան բան է մտածում։ Ինքը դե պատկերացա մի դասանի հետ չի աշխատում, ինքը աշխատում է առնվազն եթե մաթեմատիկան վերցնենք, կարող աշխատի երկրորդ դասանից մինչև 12-րդ դասարան խոսքի։ Եթե մի դասարանն է, էլի։ Գյուղային համակարգում, կամ եթե քաղաք է, գոնե մի 3-4 դասարան կա։ Մինչև 9-րդ դասեն կա։ Եթե տենց է, ինքը պիտի ամեն դասանի համար հաջորդ օրվա համար պլանը մշակի, պիտի մտածի ինչ հետաքրքիր բաներ անի, մտածի մեթոդներ, որ կարողանա հետաքրքրի աշակերտներին, չձանձրանան աշակերտները դասի ժամանակ, դասի պլանները մշակի, համակարգի, ներմուծի էմիս համակարգ, գնահատականներ, թեստեր ու նման բան։ Դա ամենն էլ էլեկտրոնացված, հա, պետք է այդ համակարգի մեջ անցկացվի։ Բնական, չէ, դեռ համ էլեկտրոկանը համ էլ թղթայինն է։ Դուրս է գալիս դու հələ որ ավելի դաժան գործ ես անում։ Մարդու մոտ հարց առաջան, թե ինչի համար, ինչ փողի համար։ Հենց այդ է խնդիրը։ Ու ճիշտ է, հիմա պետությունը ասում է, գիտես ինչ, կարաս գնաս վերապատրաստվես, ատեստավորվես ու քո աշխատավարձը կբարձրանա։ Ես ուրախ եմ, որ դու այդ վերապատրաստման թեման բացեցիր, որովհետև ես ինքս շատ եմ լսել դա, որ կարան վերապատրաստվեն, կրկնապատկվի, եռապատկվի, բայց հարց, քանի տոկոսն են դա անում։ Գիտես, մարդու հետաքրքրությունն է, եթե ինչ որ չափով կարած եմ, որ ասես, հա, գնամ քիչ էլ փող կստանամ, ճիշտ է, նրանից առաջ մինչև հանձնելը պիտի լավ մի հատ առանձին ժամ առանձնացնես քո այդ գործընթացներին, սկսես պարապես։ Այդ ծանր բեռնվածության վրա, հիման վրա էլ դու մի հատ էլ առանձին սկսում ես դրա վրա պարապես ու գնաս հանձնես։ Նախ հարցը առաջանում դու կանցնես թե չէ։ Որովհետև շատ ժամանակ արդեն որերորդ տարին է անցկացվում ամառվա ատեստավորումը ու տենց ես առարկա չգիտեմ, որի ժամանակ բողոքներ չլինեն թեստերից, որ առարկայից ուզում է լինի։ Բողոքներ լինեն թեստերից։ Իսկ բողոքում են։ Շատերը ասում են դժվար է, այն թեմաների հետ կապված չի, որոնք դասագրքի հետ կապ ունեն։ Բայց այտենց էլ չպետք է լինի, որ մասնագետի համար, նույնիսկ մասնագետի համար, եթե վերապատրաստվում է, դժվար է լինի։ Գիտես, խեմ հարցնում, օրինակ, ես նկատել եմ տարիքով մի քիչ մեծ ուսուցիչների մոտ, իրանց մոտ մի քիչ կարծրացած է այդ ամեն ինչը։ Ինչ իրանք սովետական շրջանում սովորել են եւ այլն, ես հասկանում, որ բարդ է իրանց համար։ Դուրս գան դրանից ու իրանց նույն մասնագիտության մեջ մի նոր բան էլ sense համալրեն, սովորեն։ Ու ոնց որ այդ դժվարությունը ճկուն չլնելը նորը սովորելու վերապատրաստվելու արտացոլումը որ անդադ համակարգից են դժգոհում ինչքանով է արդարացված։ Գիտես, այդ է կա, որ ասեմ, դա չկա սուտա, այսինքն sense ասեմ, կարող է որոշ մարդիկ լինեն նեղանան, բայց իմ պատկերացմամբ քո տարիքին է ավելի հեշտ կվերապատրաստվի, քան ենթադրենք 50 եւ պլյուս տարիքի ուսուցիչը։ Գիտես, այդ կարծրատիպերի բաների կարծրատիպերի պատճառով
էլի պիտի ասեմ ֆինանսականը, բայց նայ, օրինակ 50 տարեկանինը, երբ որ ինքը աշխատում է, ինքը քիչ վիրավորական չունի, բայց ինքը այդքան էլ ֆինանսականից կախում չունի։ Ինքը արդեն մեծ տարիքի է, Սա շուտով մի քանի տարի հա, հետո ինքը իրան բավարարում է, ճիշտ է, այն որ երեխեք ունի, ամուսին ունի, ապահովում է, ընդհանուր տունը կարողանում են միաժամանակ պահեն։ Բայց օրինակ իմ տարիքին, ես այն որ նոր ընտանիք պիտի կազմեմ, ես չեմ կարող միայն այդքանով բավարարեմ։ Ու արդեն անհրաժեշտություն առաջ, որ վերապատրաստվի։ Անհրաժեշտություն է։ Դրա վրա էլ ինձ թվում է հենց հիմք է դնում պետությունը։ Նոր երիտասարդ կադրերին նման առաջարկ անելով, հնարավորություն է տալիս ավելի շատ աշխատելու։ Իսկ քո կարծիքով բավական է, հա։ Երիտասարդները չեն ուզում գնան։ Միայն դա պետության խնդիրը չի։ Դա մեր հասարակության կողմից ընդունված մի հատ գաղափար է, հատկապես փոքր ժամանակվանից մի քանի տարի առաջ, երբ որ դու անդադ ուսուցչի մասնագիտությունը կոպիտ ասած գցել ես ոտի տակ տշում ես։ Բայց եթե մանկուց ի վեր տենց են մեծանում, որ իրանք չեն հարգում, ծաղրել, ջղայնացել։ Հենց այդ է խնդիրը։ Մենք փոքր ժամանակվանից անդադ լսում ենք ուսուցչի նման որակավորումները, լավը չի, ով է ուսուցիչը, ասենք ինչ մասնագիտությունն է, որ դու պիտի անես, ոնց ես ընտանիք պահելու նման արտահայտությունները, բերում են նրան, որ կորում է այն ամբողջ հետաքրքրությունը, որ ուսուցիչ կարած դառնաս։ Հետո մի հատ էլ այդ աշխատավարձներից են իմանում ու ասում են, չէ, ավելի լավ է, ես այդքան ծրագրավոր սովորեմ կամ բժիշկ դառնամ։ Լավ սովորի, որ դառնա, ավելի փող աշխատես։ Այսինքն, մարդիկ ոչ թե ուզում են պահանջարկը, որպես այդպեսին, ուսուցիչ մասնագիտությունը 21-րդ դարում այդքան է պահանջված չի։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ դա Հայաստանում է։ Շատ եվրոպական երկրներ են, որ ավելի բարձր ֆինանսական հնարավորություններ են տալիս ուսուցչին, քան մեր նման երկրներում։ Այդ լուրջ խնդիր է ու ՀԱՏ պետությունը իմ կարծիքով մեծ դեր է խաղում, որտեղ մենակ ուսուցիչը չի, համալսարան դասավանդումն էլ եթե նայենք, մոտավոր նույն բանն է, այսինքն մարդիկ գումար են աշխատում մասնավոր պարապմունքներով, որ շատ տարածված է, ու ոչ միայն ընդունվելու համար, ես նաև դպրոցական տարիքից էլ երբ որ ես երեխա ես, հիշում եմ, որ մասնավոր պարապմունքներ շատ տարածված էր, ես էլ եմ եղել պարապել։ Այսինքն ես պատկերացնում եմ հիմի որ վերլուծում եմ, եթե համատարած բոլոր երեխեքը պարապում են ինչ-որ բան, այդ ուղիղ ցուցանիշը, որ կրթության ոլորտը ձախողվում է։ Այսինքն դպրոցում այդքան չեն կարող ստանան կամ սովորեն։ Մի հատ էլ գումար ծախսեն առանձին մաթեմատիկա, անգլերեն, ես ինչ պարապելու համար։ Էդի մի տեսանկյուն է։ Բայց օրինակ, եթե նայենք մենք այն դասաժամը, որ հատկացվում է կրթություն տալու համար, այսինքն երբ որ ասում ես օրինակ մաթեմ են պարապում, ռուսերեն են պարապում կամ անգլերեն են պարապում, իսկ թվում է ժամերը չի հերիքում, որ կարողանաս հասցնես աշակերտին հասցնես այն մակարդակին, որը ընդունվի։ Շատեր որտեվ նորից եմ նշում, նայի դասարանի քանակը 30 հոգուց ավել հատկապես ունես, դու չես կարող հասցնես այդ ամբողջ մակարդակը տաս։ Դա համար աշակերտը ստիպված նաև գնում է լրացուցիչ պարապմունքների, որ հասցնի բաց թողվածը եւ հասցնի այն մակարդակին, որ ընդունվի։ Այսինքն այդ համակարգը ընդհանրապես ճկուն չի, որ ընդհանրենք 30-ի դեպքում մի բան անի, 15 կամ 7 հոգու դեպքում մի ուրիշ բան։ Հենց այդ դրա համար եմ ասում, երբ որ եթե ուզում ենք նաև այդ հարցը լուծենք, նաև պիտի հենց դա կիսվի։ Ոչ թե առարկաների ընթացքում, այլ ամբողջ դասարանը, ոչ թե 30 դասան լինի 30 հոգանոց, այլ 15 հոգանոց։ Որտեղ հենց ամբողջ դասերի ընթացքում եւ ուսուցիչը կարող հասցնի իր դելիկը տա եւ աշակերտը կարող հասցնի ինչ որ բան անի ու հասկանա արդյոք ինքը սովորեց այդ օրը թե չէ։ Բայց դեռ այդ նույն խնդրին ենք, այսինքն բախվում, որ եթե կիսվեցին, մենք ուսուցիչների պակաս ունենք։ Հենց այդ է խնդիրը, միշտ էլ դի ունենալու են։ Այսինքն կամ պետք է կրկնակի գործ անի ու դրա համապատասխան գումար ստանա նույն մարդը, կամ պետք է շատանա ուսուցիչները։ Որակավոր հիմա ընդհանուր շարժում պետության կողմից շատ է բարձրաձայնվում այդ խնդիրը, հատկապես ատեստացիայի թեման է շատ բարձրաձայնվում, ինչպես նաև կա ԲՏՃՄ առարկաների նաև լրացուցիչ ֆինանսավոր բնագիտական մյուս առարկաներն են, որոնք հավելյալ վճարումներ են ստանում։ Այսինքն նոր ինքնացած ֆիզիկան, քիմիան, կենսաբանություն, աշխարհագրություն, շախմատ, ու դրանք են հենց առարկաներ են, որոնք իրոք մտածելու հատկապես շատ կարևոր գործոն են ապահովում, եթե նայենք հումանիտար խոսքը, որ վերհիշելու ու արտադրելու հիմնական գործառույթ ունի, ապա այնի անընդհատ գործողություն վերլուծելու խնդիրն է ներկայացնում։
պիտի համակարգվի երկուսը, այն մեկը հիշի կարողանա սովորել հիշել ու հասկանալ, այն մեկը այդ հիշողությունը, որ սովորել է, կարողանա նաև խնդիր լուծի։ Հիմա երկու տեղն է խնդիր ունենք։ Հատկապես եթե նշում ենք, որ շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչ են կարդում։ Արեք, հա, մենք այդ դրան կվերադառնանք, հեսա, ուղղակի հարցը տամ, որ չմոռանամ, էլի, հարց առաջացավ իմ մոտ։ Դու հենց նոր ասեցիր, որ ժամերը քիչ է լինում, երեխեքի համար կարող ժամերը քիչ լինի։ Ենթադրենք միջին 9-րդ դասարանցի աշակերտը 9-ին սկսում է առարկաները, թե ավելի շուտ էլ կարա։ 8-ից կես է հիմա սկսում, հա։ 8-ից կես սկսում է, քանիսին են ավարտում իրանք։ 2-ից կես 3 նայած տեղեր։ Եթե քաղաքում է ավելի շուտ, եթե գյուղում է 9-ից է դասերը սկսում, 3-ին։ Ինչ ավելի ուշ էլ ավարտում են։ Այդքանը բավարար չէ, այսինքն իրենց համար, այսը բոլոր առարկաները հավաքած դու կարծում ես, որ բավարար չէ ժամանակը։ Իմ կարծիքով չէ, որովհետև երեխան տունը տնային չի անում։ Ու ինքը զբաղված է նաև այլ պարապմունքներով, նայ գնում է ինքը պարապում է, ու ինքը դրանով է ինքը տունը ոնց որ ասած տնային անում, բայց նա որ вообще պարապմունք չունի, ասենք կամ սպորտով է զբաղվում, կամ չգիտեմ այլ բարիա գնում։ Գյուղերում ես շատ լավ գիտեմ, որ հասկանում եմ, իրենց ընտանիքին են նաև օգնում, ինչ-որ ընտանեկան գործեր, մոդեր, այդ էլ կասեմ։ Նա երբ որ այլ ուղղություն ես գնում, դասերից հետո գնում ես ինչ-որ պարապմունքի, հատկապես դրանից հետո դու տունը համարը տնային չես անում։ Այսինքն այն ինչ որ դու ստանում ես դպրոցում, դա էդի է բավարարում քեզ։ Դա հեսա կասեմ նաև ինչ որ խնդիրն է, բայց նաև գալիս է գյուղական համայնքում, բացի գյուղական աշխատանքներից, էլի նույն խնդիրն է։ Շատերը տանը տնային չեն անում։ Լավ, ինչը գալիս է այստեղ ոչ միայն արդեն ուսուցչի գործոնը, որովհետև դու ոչ թե պիտի հետաքրքրես, որ կարողանաս դասը ավելի հետաքրքիր անցկացնես, որ ինքը մոտիվացված գնա տունը դասանի, այլս է նաև տանը խնդիր կա։ Որովհետև ծնողը առաջնահերթ են օղակն է դպրոցի ու ուսուցչի միջև, որ պիտի ապահովի կրթության շարունակությունը։ Երբ որ դու ծնողը չի կարողանում կամ չի հասցնում, չի հետևում իր երեխային տանը, որ դասերը անի, կամ չի նստում իր կողքը ասում, արի տենամ ինչ տնային ունես, արի իրար հետ գոնե գրենք, կամ ես նայեմ ոնց ես գրում, կամ ярի ինչը չես հասկացել բացատրեմ, դու մնացածը շարունակի, ես կնայեմ։ Այս գործոնները չկա ու գաղտնիք չի էդի։ Շատերը կփաստեն, որ տանը ծնողը շատ քիչ է զբաղվում իր երեխայով։ Ու ինչքան ավագ դպրոց է, բարձրանում է դասարան, այդքան ավելի է հեռանում ծնողի կապը դպրոցի հետ։ Դե այդ երևի տարիքային դերն էլ ֆակտորն էլ է դեր խաղում, որտեղ ավագ դպրոցում ավելի ոնց կամակոր են դառնում, չէ՞, երեխեքը տարիքային արդեն գործոններն է, որոնք ազդում են արդեն այդ ընթացքի վրա, բայց ամեն դեպքում, եթե դու փոքր ժամանակվանից հատկապես հիմքը դնես, գոնե ավագ ինչքան է բարձրանա, ինչ որ չափով արդեն ինքնուրույնություն կարող ունենա ավելի հեշտ սովորելու։ Ինձ թվում է մի բան էլ ստեղ կա, նյուանս էլ կարևոր կա, եթե հաշվի առնենք հիմիկվա երեխեքին, ես պատկերացնում եմ, այդ մոտավոր պետք է լինի, այսինքն 80-ականների վերջ 90-ականների ծնողները պետք է լինեն, իրանք այդ մարդկանց երեխեքը պետք է լինեն։ Ես մի եթե պատկերացնում եմ, այդ սերունդը երևի այն ժամանակներն ա եղել ամենաբարդ շրջաններից ա եղել Հայաստանի եւ հա այդ մութուցուրտ ասված, որ իրանց համար էլ ավելի կարեւոր ա եղել ինչ որ մի ձև գոյատևելը, հա, իրանց ծնողին օգնել կամ բանը, քան թե համատենք այն ժամանակվանը, դե նայ ուզում եմ ասեմ, դա ինչ որ ազդեցություն կարա ունենա իրանց ընկալման, այդ ծնողների ընկալման վրա։ Կարա ունենա, ազդեցություն կարա ունենա։ Չտան դրան։ Չեմ կարծում, որ էլի ինչ որ չափով կարա ունենա, բայց նայ, երբ որ դու ես 3 օղակ եմ առանձնացնում կրթությունը ընդհանուր կարևորություն զգալու համար։ Առաջինը սեփականն է, երբ որ դու սովորում ես, գնում ես դպրոց սովորում գիտելիք ստանում, որովհետև քո ապագան կարևոր է քեզ համար ու այդ ապագայիդ որևէ կողմնորոշում հասնելու համար դու պիտի ստանաս գիտելիք։ Բայց արի ընդունենք, որ երեխան նրանով է երեխա, որ ինքը դա չի հասկանում։ Դե, այսինքն այդ ծնողի կողմից պիտի լինի։ Բնականաբար պիտի գա ոչ միայն ծնողի, նաև ուսուցչի կողմից։
Երբ որ դու հասկանում ես, որ ճիշտ է, փոքր ժամանակ քեզ պիտի օգնեն, որ դու այդքան հասկանաս, բայց ինչքան մեծանում ես, կամաց դու արդեն կողմնորոշում ես ինչ ես հետաքրքրվում ավելի շատ, ինչ ես ուզում շարունակես, ինչով ես ուզում զբաղվես, ու դրա արդեն քո գիտելիքի դասերի բանն ես անում, դզում ես։ Հատկապես այդ գործընթացը տելում է 10-ից 12-րդ դասան, որտեղ այնտեղ ընտրում ես արդեն առարկան որն ես ավելի շատ ուզում անցնես։ Իսկ մինչև այդ բնականաբար արդեն ծնողի կողմից եւ դու արդեն իմանում ես, որ քեզի պետք է այդ կրթությունը, դու սկսում ես սովորես, որտեղ գիտես, որ առանց դրա դու չես կարա որևէ բան անես։ Որ դու գրել կարդալ չիմանաս, չես կարա որևէ բանով զբաղվես։ Իսկ երկրորդ օղակը գալիս է ընտանիքը։ Ընտանիքն է կարևորությունը դնում, ոչ միայն իր առաջ, ավելի երեխայի առաջ, որ պիտի սովորես, որ բարձրանաս, չգիտեմ, մեծանաս, կարողանաս որևէ ոլորտում, որևէ հաջողության հասնես։ Իսկ առանց կրթության դու չես կարող հասնես։ Իսկ երրորդը։ Եվ երրորդը պետությունն է, որտեղ պետությունը, որ ասում է դպրոցներ է կառուցում, ապահովում է բոլորի կրթությունը, ասում է, չէ, պետության մեջ իր օրենքնում կա։ Կրթությունը ապահովում է բոլորի կրթության հավասարությունը, ապահովում է, որ բոլորը կարողանան իրավունք ունեն կրթվելու։ Հետևաբար ինքը ապահովում է իր ժողովրդի կրթության մակարդակի բարձրացմանը, ինչը հաջողություն է հենց պետության համար, որովհետև ինչքան դու կրթված հասարակություն ունենաս, այդքան կբարձրանա քո հեղինակությունը, ել չեմ ասում, եւ այլն ընդհանուր։ Բայց գրածը դե մի բան է, այդ հասկանում ենք օրենքով գրածը մի բան է, այո, փաստերը ցույց են տալիս, որ ինչքան էլ որ խոսում է, այդքան էլ իրականացված չի։ Եվ ուսուցչի բացակայություններն են հազարից ավել, եւ դպրոցների վերանորոգումն է, եւ տեխնիկական խնդիրներն է, եւ աշակերտի կրթություն ստանալու հնարավորություններն է։ Նաեւ կա կապկու երեխաների համար հատկացված առանձին եթե լինի, դու քո դպրոցը պետք է ունենա հատուկ ապահովված տեսք, որ կարողանա ապահովի այդ երեխայի ուսումը։ Ես հիշում եմ, որ համալրված պետք է լինի ամեն ինչ։ Համալրված ոչ միայն, նաև հոգեբանական տեսանկյունից եւ նյութատեխնիկական տեսանկյունից։ Կեսա քանդված շենքում բնակարար երեխան չի ուզենալու առանձնապես ուշադրություն դարձնել գրատախտակին, դա էլ է ֆակտոր հասկանալի։ Դա է տենց, բայց նաև տես, ասում եմ նաև հոգեբանական տեսանկյունից, նաև պիտի հատուկ մանկավարժ լինի, որ կարողանա ընդհանուր աշխատի նաև այդ երեխաների, եթե պետք լինի։ Շատ լավ թեմա բացիր, Բայց նաև օրինակ 2000-ականների սկզբին, 2010 թվականին, եթե չեմ սխալվում, նոր անցում կատարվեց արդեն համընդհանուր կրթություն, այսինքն էլ առանձին չկար երեխաների համար եւ առանձին մյուս երեխաների համար։ Հա։ Արդեն բոլորը մեկ տեղ էին սովորում ու այդ օրենքը ընդունելուց հետո մի հատ հարց է տալիս, ո՞նց եղավ, որ առանց պատրաստվելու դու այդ օրենքը ընդունեցիր։ Ու դու մեծ խնդիր տվեցիր, որովհետեւ ոչ այդ երեխաները, կապկու երեխաներն էին պատրաստ անգամից մտնել մյուս դասարան։ Ոչ այդ երեխաներն էին պատրաստ իրանց հետ սովորելու, ընդունել։ Էլ չեմ ասում եւ ուսուցիչները, եւ ծնողները, եւ էլ դպրոցը էլ չեմ ասում։ Ես պատրաստում եմ կարծիքով երևի ոչ թե երևի, հա, պատրաստման անցում ես չեմ տեսել բան, բայց իմ անձնական կարծիքն է, դու քոնն էլ կարաս ասես, այդ երեխաների մեջ տարբերություն պետք չի ինձ թվում է դնել այնքան ուզում է տարբերություն ես չեմ դնում զուտը երբ որ ասում եմ հավասարություն ես տալիս օքեյ ես դու պիտի նախապատրաստ ես դրան պատրաստել դու պիտի նախապատրաստես որովհետև ես հիշում եմ երբ որ ես էի դպրոցում սովորում ծնողը երեխային երբ որ չէր կարողանում նորմալ քայլեր անվասայլակով էին իրան բերում ինքը երեխային գրկում էր ու աշճաներով բարձրացնում էր երրորդ հարկ որ ինքը հասներ դասարան Ես հիշում եմ, որ ձեռնափայտով էր մեկը բարձրանում աշճանները ու դա մեծ խնդիր էր ու շենքի դիմացը չկար այդ սայլակը կարողաներ նորմալ հարթակ չկար այդ եմ ասում միանգամից անցում կատարվեց եւ երեխաները որ պատրաստ չէին ես դասի ժամանակ մեկ եք տեսներ դասամիջոց մեկը դուրս էր եկել գոռում էր իր մոտ ինչ որ լսողական խնդիր ուներ ինքը չէր կարողանում փուչիկ էր տրակում ու ինքը միանգամից վախենում էր վախից գոռում էր ու ավտոմատ դա ազդում էր նաև դասի վրա ու այդ ժամանակել է նաև կրթությունը իր մինուսը ունենում այսինքն այդ որոշումը կայացվեց որ հա այդ
հատուկ կոչված դպրոցներ չպետք է լինեն, որին ես եկամ կողմ եմ, բայց այս շատ միանգամից արագ միացրին, ու ասես նոր խնդիրներ առաջացել, որ լուծում ոչ մեկ հենց չունի։ Ոչ մեկ չունի։ Այո։ Okay, այդ շատ կարևոր հարց է, որովհետև մենք շատերս չենք նկատում այդ։ Ենթադրենք ասենց ասեմ, չենք նկատում այդ մարդկանց, ինչ ասեմ, ներկա ալնելը։ Չենք տեսնում, որովհետև այդ հարմարանքները ոչ միակ դպրոցում չկա։ Քաղաքում էլ օրինակ այդ ենթադրենք մարդ եթե խնդիր ունի ոտքի հետ, կարում է նստի տրանսպորտ, այդ ամեն ինչը բան արածա, չկա իրականում։ Իբր կա հարթակներ եւ այլ բան, իսկ կյանքում տեսած չկա միջև մի, ոչ որ մեկը դրանից օգտվի։ Ես ոչ չեմ տեսնում։ Որովհետև դա ասած ֆորմալ գալը չկա, էլի, ծիճկա է դրած, որ իբր կա, բայց ոչ մի բան հարմար չի օգտագործելու համար։ Ու այդ մարդիկ ստիպված ինչ են, տանն են նստած կամ ինչ-որ մի ուրիշ բանով են զբաղված, ու նաև երեխեքի վրան է լազնում, որ նրանց կրթությունն է սահմանափակվում։ Համի ես կուզեմ մի հատ ուրիշ հարցի մենք հետ դառնանք, այդ QR-ները որ շեշտեցին, մենք այդ չհասցրինք QR-ներից խոսանք։ Հա, ու essay-ներն էլ հետ էլ է կարևոր։ QR-ների դնելը, տես, ես օրինակ ծանոթ եմ անգլերենի գրքերի նոր, ես տեսել եմ իմ զարմուհու գիրք եւ այն, ես հասկանում եմ այդ QR-ը ինչի համար է այդտեղ, կոնկրետ լեզվի պարագայում։ Կա լսողական վարժություն, դու պիտի QR-ը սեղմես, միացնես, YouTube-ը բացվի, այդ լսողական վարժությունը անես։ Այդ շատ լավ է։ Մեր ժամանակ լեզվի դասավանդման դասերին լսողական վարժություն ընդհանրապես չկար։ Դու պետք է տեքստ կարդայիր, վարժություն աներ։ Դա ավանդական է։ Ու դրա համար ոչ մեկ նորմալ լեզու չգիտեր, չէր կարող սովորել, մենակ դրանով չի։ Բայց օրինակ պատմության, հայոց լեզվի ու մնացած առարկաներ, որ մտածում ես, ինչ անհրաժեշտություն կա դե QR դնելու։ Լսողական վարժություն կա, ենթադրենք հայոց լեզվի համար կամ չգիտեմ պատմության համար կամ կենսաբանության։ Երբ որ դու հատկապես պատմության QR-ը ես դնում, ավելի շատ պատկերավոր բան կա։ Այսինքն պատկերավոր ներկայացնում են վիդեոները։ Դա հնարավորություն է տալիս, այսինքն միայն լսողականը չի ազդում, դասի ընկալմանը քո մնացած ֆունկցիաները, ազդակները լսելու, տեսնելու, խոսալու, համտեսելու, այդ բոլոր գործոնները, եթե կարողանում ես դրանցից գոնե 3-ը աշխատացնես դասի ընթացքում, ավելի հեշտ է։ Ավելի արագ է դասը ընկալվում, քան միայն տեսնելը։ Դու ես ենթադրում եմ դու այդ օգտագործում ես արեք, օրինակ բացես այդ QR-ներով դասի ժամին, որ երեխեքը տենան այդ պատկերավոր։ Ես բացի QR չեմ օգտագործում, ես դրա փոխարեն գտնում եմ այնպիսի համապատասխան նյութ, որոնք վիզուալ պատկերավոր համակարգչով ցույց եմ տալիս։ Ֆիլմ կլինի կամ ֆիլմի հատված կարող լինի նույնիսկ, չգիտեմ, YouTube-ով մի հատ անիմացիա, պատերազմի, օրինակ YouTube-ում կա ճակատամարտ, որը ցույց է տալիս գրաֆիկական տեսանկյունից։ Դու այդ պատերազմը, երբ որ անցնում ես, 1071 թվական Մանասկերտի ճակատամարտն է։ Միանգամից ցույց է տալիս, թե զորքը ոնց է շարժվում, ոնց են կռվում, ու տենց ցույց է տալիս։ Նաև շատ լավ հեշտ են բռնում ինֆորմացիա։ Բնականաբար ավելի հետաքրքիր է այդ երեխային այդ ձևով սովորելու, քան միայն քո ձայնի միջոցով անդադ ասես մի տոնային, հատկապես եթե քո ձայն բախտը չի բերել, քո ձայնը տոնա ավելի հեշտ են բանում։ Բայց խնդրեմ առաջան, որ չունես ձև իմանալու կամ վերահսկել, որ իրանք տանում են, թե չէ, պետքա տեղում, այսինքն շատ ժամանակ։ Այստեղ երկրորդ բան են գալիս։ Ցավոք սրտի գյուղում շատեր օրինակ համակարգչի հնարավորություն չունեն։ Օրինակ հեռախոսի ունեն, բայց ինտերնետի կարող հնարավորություն չունեն։ Էլ չեմ ասում, դպրոցն էլ նույնիսկ կարող է շատ քիչ այն ամենահին պենսիում կոչվածները, որ մեր ժամանակվա գլուխգործոցներ, այսօր այլևս ինչ պենսիում էլի ասենք թե։ Ենթադրենք ես մի բան եմ մտածում, որ եթե երեխու ձեռն հեռախոս է ենթադրենք, ինքը միշտ ավելի հետաքրքիր բան կունենա զբաղվելու հեռախոսով, քան QR-ներ դասագրքի մեջից բացի։ Քանի որ հեռախոսը դարձել է մեր առօրյա ոչ թե ձեռքից շարունակություն ավտոմատն է, հա, ոնց որ ժամացույցը կախում քո հետ է միշտ հեռախոսն էլ է արդեն։ Երեխեքի պարագայում էլ առավել եւս։ Առավել եւս, երբ որ դու փոքր ժամանակ եմ որ երեխաներ ուզում ես հաց ուտես, ինձ հեռախոսը դնում են դեմդ որ հաց ուտես։ Տանը չեմ կարող։ Ինչ դու ավտոմատ արդեն փոքր ժամանակվանից իրան սովորացրել ես, որ դու հեռախոսով պիտի քո ամբողջ կյանքը անցկացնես։ Իմ ջայց ընտանիքների պարագայում ես նկատել եմ, որ շատ մեծերի համար, շատ ծնողների համար գլուխները ազատելու միջոց է։ Երեխու ձեռը տան այդ հեռախոսը, որ հանգիստ ընդ դու նստի մի բան արա, իմ գլուխը հանգիստ լինի, ես ռեալ խնդիրներով զբաղվեմ, Ազիզ ջան, հա, Ազիզ ջան, ես հացի խնդիր եմ լուծում։ Դու զբաղվի դրանով։ Հացի խնդրի խնդրի ստեղծումը հետագայում բերում է նաև
երեխայի ընդհանուր կախվածությանը։ Լավ, Ես չեմ ասում օրինակ չէ, գիտես ինչ հարցի սխալ ես անում որ դու հացի լուծել, բայց կարելի է հետարքի ինչ որ ժամանակ, հատկապես հաց ուտելու ժամանակ, արգելել գոնե որ առանց գոնե մի մտածի հաց ուտելու մասին, արի նստի քո երեխայի հետ, կամ չգիտեմ դաս անելու ժամանակ մի ասը գնա դու դաս արա, հետո բան կանենք, կստուգենք։ Երեխան էլ ասի հա, մեկը չստուգելու ինքը իրան բան կանի, կասի անցավ գնաց։ Արի մի բան էլ էսեյները որ դու շեշտեցիր, այն մարդկանց համար որ եթե չգիտեն, էսեյ մոդայիկ բառը անգլերենից եկած, ինչ շարադրություն ասեմ, թելադրություն մի քիչ ուրիշ բան է։ Շարադրությունը երևի ամենաճիշտ բառը կլինի հայերեն, հա։ Ինչ են այդ էսեյները ու ինչի համար են։ Քո դասի ժամանակ ինչ նորամուծություն է։ Նայ, ԿԳՄՍ-ն պետությունը նոր բան է որոշել, գրականությունն ու պատմությունը քննությունը միավորի այս մի էսեյի կարգավիճակով։ Էսե ես պատմության տեսանկյունից շատ օրինակ դրական եմ նայում էսե հասկացողությանը, որովհետև վերլուծական բան է, որովհետև ոչ միայն ինքը պատմությունը ընդհանուր հիշում է ու փաստեր է ներկայացնում, այսինքն այնքան պիտի իմանա որ կարողանա ներկայացնել այդ փաստերը, նա ինչու՞ չանվանումներ, թվականներ, այլև ինքը պիտի վերլուծի, ինքը պիտի գնահատի այդ գործընթացը, որ ինքը ներկայացնում է եւ իհարկե վերջում եզրակացություն պիտի անի։ Շարահյուսելով, ամեն մտքերը իրար կապելով։ Դա օրինակ շատ լավ մարզանքա ուղեղի հիշողության եւ ինքը ստեղծագործելու հմտությունները զարգացնելու համար։ Ինչքանով է իրականանալի ներկայապահին։ Այստեղ հիմա եթե նայում ենք ինքը գրականության հետ է կապվում, ճիշտ է, գրականությունն է որպես օրինակ ստեղծագործությունները ելի նույն գործընթացն է, հերոսին ես վերլուծում, սյուժեն ես վերլուծում, քո գնահատականն ես տալիս, լավ արես, վատ արես, օրինակ, հա, մոտիկ են ինչ-որ չափով։ Բայց ամեն դեպքում առանձին։ Տարբեր առարկաներ են, հա։ Որովհետև այնի փաստ է, որ գրված է, իսկ այնի սյուժե է, ստեղծագործությունն է, որ մի հոգին է ներկայացրել, ոնց ուզես կարած մեկնաբան ես թող։ Եթե դու հեղինակը չես։ Գրականության անցալումը զգալի առումով իսկ պատմությունը փաստ է արդեն։ Գրված է, որ կա։ Ու չեմ կարծում որ պետք է համատեղվի գրականության հետ։ Այդ որպես քննություն։ Հա, բրիս։ 9-րդ դասանցիներ հիմա երկու առար կան, պետք է հանձնեն ու մի գնահատական ստանան։ Բայց նայ, մյուսը պատմությունը դու որքանով կարող ես այդքան ամբողջ սյուժեն հիշեն, այդքան լավ, որ կարողանա ներկայացնեն։ Եվ երկրորդը որքանով հնարավորություն ունեն երեխաները գիրք կարդալու, հատկապես գրականության համար, եթե իրանք քիչ են գիրք կարդում, կամ եթե կարդում են իհարկե։ Եթե հատկապես մի գիրք, հա, օրինակ, չգիտեմ, վերցնեն Շիրվանզադեի քաոսը, պիտի էսե գրեն։ Ուրեմն բոլորը դասանում բոլորը պիտի կարդացած լինեն Շիրվանզադեի քաոսը, որ նոր սկսեն, էսեն կատարեն։ Իսկ այդ ընթացիկ առաջադրանքները էլի էսեի տեսքով այդ շարադրությունը էսեը։ Այո, ընթացքում անում ես դու, նշի չես անում դու, այո, կիսամյակի ընթացքում մի քանի անգամ էսի հանձնարարում ես, սովորացնում ես, նաև ուղղություն ես ցույց տալիս, անդադ հետադարձ կապ ես տալիս, թե օրինակ ինչի վրա ինքը պիտի աշխատի։ Օրինակ դες սովորեցնում ես քո պատմական վերլուծությունը մի քիչ թույլ է, փորձիր ավելի լավ գնահատես, կամ եզրակացությունը շատ քիչ ես գրել, մի քիչ ընդարձակ ներկայացրել, որտեղ ամեն դեպքում քո մտքերն է, ավելի հիմնավորի քո եզրակացությունը, դες ներկայացրել ես փաստեր, ավելի հիմնավորի, վերջը ներկայացրել ես, չէ՞ փաստեր, հնարավորություն է տալիս։ Բայց 100% վստահ կարան կլինեն, որ իրանց մտքերն է, չհատը օգտագործելը երեխեքի մոտ այդ ինչև է ասեմ մյուսը, հիմա նոր է, էլի էսեն կա, բայց արդյոք բոլոր ուսուցիչները կարող են ճիշտ ձևով անցկացնել էսեն։ Էսեն ինչպես դու ասեցիր, հայության համար նորություն է, շատերը էսը չգիտեն ինչ է։ Ու բնականաբար մանրամասնենք, որ արտասահմանն շատ ընդունված բան է, որ առարկայի համար դա ստուգելու ձև է գիտելիքը, ինչքանով դու կարաս դա վերարտադրես, հա, շարահյուսական, բայց մեր մոտ այդ շարադրություն ասվածը, այդ էսեյ ասվածը, մենք ընկալում ենք որպես խիստ հայոց լեզվի համար ինչ որ գործիք, որ կարա կիրառվի, բայց ոչ պատմության ենթադրենք կամ ուրիշ առարկաների համար, ինչ նորություն է։ Խնդրեմ։ Ու ուսուցիչը դեռ չի կարող այդ գործընթացը իրականացնել։ Էսե հասկացողությունը, որ դու հստակ չես ներկայացնում, ինչ է իրանց ներկայացնում, ասում են, օքեյ, եկեք վերապատրաստվենք։ Խնդիր չկա, վերապատրաստվենք։ Ես մի անգամ ինձ միացրեցին վերապատրաստմանը, 1000 հոգի միացել էին այդ վերապատրաստմանը, ու ոնց ես կարծում այդ 1000 հոգիից քանի հոգին կարող էր վերապատրաստվել։ Դա մի բացավ, որը եւ
այնք ասած գալշկի համար է, որ տեսեք մենք ուսուցիչներին վերապատրաստել ենք, բայց դա վերապատրաստում չի, երբ որ քո ասած են 40, 50 եւ ավելի տարիքի հատկապես ուսուցիչները միանում են ու հատկապես միկրոֆոնից չեն իմանում ոնց անջատեն միացնեն ու ամբողջ տան խոսակցությունը լսում ես։ Տեխնիկական սկսած, այսինքն ամեն ինչը պրոբլեմա է։ Ու այդ վերապատրաստողի գործոնը ոչ թե արդեն ներկայացնելն է, այնքան վարկյանը մեկ ասել, խնդրում եմ անջատեք միկրոֆոնները, խնդրում եմ անջատեք միկրոֆոնը, ու ամբողջ ժամանակը մեծամասնությունը դրան է գնում։ Ու ես չեմ կարծում, որ այդ մի օրվա վերապատրաստումը բավարար է ամբողջ շուկային պատկերացում կազմելու, թե ինչ է Իրանից ներկայացնում էսեն, ինչպես էս գնահատելու եւ ոնց էս հատկապես հասկանալու քո ասածը այսօք ինքնագիրը թե չէ։ Իսկ երեխեքի պարագայում դա վերջի հարցը լինի, որ քննարկենք այդ երեխաները հիմա ChatGPT-ին գիտե նորություն չի, շատերի ինչու շատերի հատկապես նոր սերնդի մոտ ընդունված է, որ իրանց ուղեղը փոխարինվում է չհատա դրած տեղ ուղեղի։ Իրանք էլ չեն մտածում ընդհանրապես։ Հիշում ես, ասում էի, որ դասագրքերը նոր հնարավորություն են տալիս ստեղծագործելու։ Այմա դրա հակառակ բանն է, խնդիրն է, որ պիտի մտածենք, թե այդ գործընթացը լավ է, բայց այդ գործընթացը երեխեքն էլ հակառակ բան են անում, արդեն AI են անում։ Ու արդյունքում ցույց են տալիս, որ իրանք են արել, արդյունքում մենք ոնց որ ասում են, խնդիրը չենք լուծում։ Բայց վստահ եմ ուսուցչի աշկին միանգամից տենում է, որ այդ գեներացված տեքստը երբ որ դու տեսնում դու այդ աշակերտին գիտես, այդ աշակերտը դու անդադ դաս ես վարում, հասկանում ես ինքը ինչ ձևով կարա պատասխանի, ինչ հարցեր կարա տա, ու դու ավտոմատ երբ որ տեսնում ես իր գրածը, դու հասկանում ես, որ ինքը այդ բառը չի կարա, երբ որ դու հարցնես այդ բառը ինչ է նշանակում, ինքը չի կարա քեզ բացատրի։ Ու ես մի երկու անգամ տենց արել եմ, հարցրել եմ, որ դա ինչ է այս բառը նշանակում։ Պատասխան չի։ Ասել եմ երեխեք, օրինակ ես անձամբ ես դեմ չեմ, որ AI օգտագործեն, բայց ոչ թե AI դառնա դու դառնաս AI գործիք, այլ ճիշտ օգտագործես AI-ը քո սեփական հմտությունները զարգացնելու համար։ Եթե դու ուղղակի օգտագործում ես, որ քո խնդիրը լուծի, դու խնդիրը չես լուծում, դու խնդիրը ավելի ես մեծացնում։ Դու տասես ինքը լուծում ես, դու ոչինչ չես հասկանում ընթացքում ինչ եղավ։ Հա, ու արդյունքում ոչ թե դու սովորել ես, այլ պարզապես ոնց որ ասում է փոխադրող ես տանում։ Ստեյս տալիս ես ուսուցչին, ուսուցիչը քեզ տալիս է տանում ես AI-ին, ասում ես, ուսո։ Դու պարզապես ոնց որ ասում է միջնորդ ես տալիս անում։ Ու դու արդյունքում ոչ մի բան չես սովորում, դառնում ես նույն խնդրի առջև։ Այն որ ասում է, ինչպես կասեր ոսկե ձկնիկի մեջ, վերադարձանք այո, կոտրած դաշտակի առաջ։ Լավ արեք, մի հարց տամ քեզ, խնդրում եմ արագ, եթե հնարավոր է մի բառով կամ մի քանի բառով պատասխանես։ Ինչն է, որ մենք սխալ ենք անում, բայց արժի փոխել։ Ինչն է, որ մենք սխալ ենք անում։ Ընդհանրապես։ Ինձ թվում է պատկերացումը եւ գիտակցումը կրթության կարեւորության մեջ։ Շնորհակալություն արեք, ինձ շատ հետաքրքիր է խոսակցությունը, պետք էր որ լսեին մեր կրթության մասին, հուսամ քեզ էլ հետաքրքիր։ Քիչ է, շատ խնդիրներ կան, ինձ թվում է անդադ պիտի բարձրացնի, որ գոնե ինչ որ չափով մարդիկ եւ իմանան ինչ խնդիրներ ունենք։ Եվ հատկապես այդ լուծողները, ովքեր կարող են լուծեն այս խնդիրները, գոնե ավելի լավ պատկերացում կազմեն այն ցածր օղակից, ովքեր իրականացնում են այդ խնդիրը։ Ես օրինակ շատ կուզեմ, որ շատ ուսուցիչներ բարձրաձայնեն այդ խնդիրը, թե ինչ խնդիրների են բախվում, որ ավելի պատկերավոր լինի ամեն ինչ լուծողի համար էլ։ Շնորհակալություն։